Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ։ Ավստրիացի գրող Բիրգիտ Քոֆլեր-Փետշարթի հայոց ցեղասպանությանն ու Նեմեսիս գործողությանը նվիրված գերմաներեն գիրքն է հայերեն թարգմանվել։ Շնորհանդեսը հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում է։ Սա ինձ համար ամենաբարդ գիրքն էր, պետք է պատմեի անասելի ծանր պատմության մասին։ Ինքն իրեն բծախնդիր գրող է համարում, գիրքը գրելուց առաջ բազմաթիվ հետազոտություններ է արել։ Ես բազմակողմանի ուսումնասիրել եմ Նեմեսիսի թեման, տեղեկություններ եմ հավաքել ամենատարբեր աղբյուրներից։ Գրքում ներկայացվում է ոչ միայն հայոց ցեղասպանությունը, այլև Օսմանյան կայսրությունում ազգային փոքրամասնություններին ճնշումների ենթարկելու փաստերը, հիմնախնդիրներ, որ մեկ դարից ավելի է, չեն լուծվում։ Սա անտանելի բան է, միլիոնների սպանության համար մեղավորները անպատիժ են մնում։ Սա այն դեպքում, երբ օրենքն ասում է, եթե մեկ մարդու էլ սպանել ես, ուրեմն մարդասպան ես։ Գրողի նախորդ գրքերը բեսթսելլերներ են։ Հայոց ցեղասպանության մասին պատմող այս գիրքն էլ ամենապահանջվածներից է Գերմանիայում եւ Ավստրիայում։ Գրքի հայերեն տարբերակն արդեն Հայաստանի գրախանութներում է։ Հարյուրավոր մարդիկ են շտապում շնորհանդեսից տուն տանել «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գիրքը Բիրգիտ Քոֆլեր-Փետշարթի ինքնագրով։ Ցեղասպանության վերաբերյալ որևէ տեսակի հրատարակություն անչափ կարևոր է, հատկապես երբ դրա հեղինակը օտար ազգի է, հեղինակը լինելով ազգությամբ օտար կարողացել է անաչառ կերպով ուսումնասիրել հայոց ցեղասպանության զոհերին վերաբերյալ հատվածները։ Նեմեսիսի գործողություն իրականացնողները գնացել են քայլերի, որոնցով իրենց կյանք եւ իրենց ազատությունն են ենթարկել վտանգի, դա ուղերձ է մեզ, որպեսզի աշխատենք, մենք մեր ժամանակը եւ նյարդերը ներդնենք պարզապես այն աշխատանքները անելու համար, որոնց արդյունքում պետք է տեղի ունենա ճանաչումը, հայոց ցեղասպանության ճանաչումը։ Եթե նույնիսկ արդարությունը չի վերականգնվում, ապա արդարադատության սուրը ի վերջո հանցագործներին խոցում է։ Եվ դա շատ կարևոր է, որովհետև մեզ դա հնարավորություն տվեց գոնե ինչ-որ չափով, եթե ոչ լրիվ, բայց գոնե ինչ-որ չափով թոթափել զոհի բարդույթը։ Այսօր մենք ունենք Հայաստանը զավթած թուրքամետ իշխանություն, որը որևէ գործողություն չի անում արդարությունը վերականգնելու։ Նեմեսիսը արդարության դատավճիռ էր, երբ որ այնտեղ որտեղ համաշխարհային եւ միջազգային արդարադատությունը կաղում է կամ կուրանում է կամ խլանում է, չի ուզում տեսնել, այդ ժամանակ ծնունդ են առնում Նեմեսիս գործողությունները։ Շնորհանդեսին ներկա են նաև Նեմեսիս գաղտնի գործողության հեղինակների ժառանգները։ Ինչքան էլ մենք այո ծանոթ ենք, գիտենք, տեղեկացված ենք ցեղասպանությունից, բայց դա մի բան է եւ այլ բան է, երբ դու մտնում ես արխիվային նյութեր։ Գրքի էջերում ընթերցողը վերապրելու է 1915-ը, զգալու է այն մարդկանց ներկայությունը, որոնք հայկական ջարդի կազմակերպիչներին չկարողացան թողնել սեփական մահով մեռնելու իրավունքը։ Աննա Գյուլնազարյան, Աշոտ Մնոյան եւ Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։